Շնորհակալություն, նախ թույլ տվեք ողջունել բոլոր ներկաներին, չափազանց կարևոր է եւ խնդրի նկատմամբ կա հանրային հետաքրքրություն եւ իհարկե աջակցության պատրաստակամություն, այս խնդիրը բազմաշերտ խնդիր է, որտեղ պետք է համատեղվել պետական եւ հասարակական ջանքերը որևէ նկատելի արդյունք արձանագրելու համար։ Գերիների խնդրին մենք մոտենում ենք երկու դիտանկյունից, ինքնին ազատ արձակման հարց, որը առաջնահերթ է, սակայն մինչ ազատ արձակումը հասկանալի է, որ մենք պետք է կարողանանք ապահովել մարդկային պայմաններ, մարդու իրավունքների հարգում եւ այնպիսի միջավայր, որը չի կարող հանգեցնել մարդկային զոհերի, իսկ Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել եւ գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո։ Այս թվերի մասին շատ բացահայտ չի խոսում, բայց մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ անձինք սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Եվ գերիների հիմնախնդիրը էապես կապված է նաև բռնի անհետացման խնդրի հետ, եւ թե գերիների սպանված լինելու առնչությամբ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք նաև դեպքեր, երբ տասնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների։ Այսինքն մենք այստեղ ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակվում են մնալ անհայտության մեջ եւ դրանց հետևում կան հոգեբանական այլ տառապանքներ եւ սա եւս դիտարկում ենք պետության ատելության քաղաքականության կոնտեքստում։ Գերիների մասով դրական ցուցանիշը այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայրենադարձման մաս են դարձել մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը, որում այս միջադեպերով եւս մենք ունենք արձանագրված սպանությունների դեպքեր։ Եվ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում, ինչպես հայտնի է 23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի ընթացքում, իսկ մնացյալ միջադեպերը արձանագրվել են 23 թվականին։ Եվ 23-ից 7-ը արդեն իսկ ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, որոնք վերջնական են, օրինական ուժ են ստացել եւ ըստ ադրբեջանական մոտեցման պատիժը կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել եւ ինչպես գիտեք այս դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսին ցեղասպանությունն է կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարել, օրինակ ադրբեջանական գերիներին խոշտանգելը կամ քաղաքացիական անձանց թիրախավորելը, որոնք գործողություններ են եւ դիտարկվում են հենց պատերազմական հանցագործությունների համատեքստում։ Մնացյալ 16-ի դատավարություններին մենք ականատես ենք լինում հենց 2025 թվականի սկզբներից ի վեր, այստեղ երկու ինքնուրույն գործեր են առանձնացված, թեև սկզբնական շրջանում Ռուբեն Վարդանյանի գործը միացված է եղել 16-ի գործին, միջդատական վարույթի կոնկրետ փուլում այն առանձնացվել է, իհարկե առանձնացման պատճառների մասին մենք կարող ենք տարաբնույթ հետևություններ անել, բայց ավելի շատ կանխատեսումների ենթադրությունների դաշտում են, ինչևից է ադրբեջանական իշխանությունների կողմից նպատակահարմար է գնահատվել Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումը, իսկ մնացյալ 15 հայերը ըստ էության մեկ քրեական գործի մաս են կազմում, այստեղ խմբակային հանցագործություն է վերագրվում տարբեր դերակատարումներով եւ ինչպես գիտեք մեղադրանքները լուրջ են, դրանք անխուսափելիորեն ներառում են ահաբեկչությունը,
ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելը, դրանց անդամակցելը, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը, եւ իհարկե կան շատ ավելի մեղմ հանցագործություններ, որոնք ըստ էության նաև քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ ապօրինի սահման հատելը, եւ հասկանալի է, որ այս մեղադրանքների հաստատման ճանապարհով Ադրբեջանը միջազգային արտաքին քաղաքական հարցեր եւս ցանկանում է լուծել։ Հիմա հայերի պայմանների մասով, նույնիսկ եթե մենք կոնկրետ դեպքերում, չգիտենք կամ չենք բարձրաձայնում անձի նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր համատեքստը խիստ կարևոր է, եւ այստեղ մի քանի արձանագրումներ պետք է անենք, որ այս ողջ ժամանակահատվածում որևէ արտաքին, անկախ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել հայերին եւ օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը։ Միակ կառույցը, որի գործունեությունը այս պահին արդեն հայտնվել է սպառնալիքների ներքո, դա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը պարբերական այցելություններ է կազմակերպում, պարբերականության մասով նշեմ, որ 6 շաբաթը մեկ անգամ, իհարկե այս ժամկետը կարող է ենթարկվել նաև ուշացումների, օրինակ նախատոնական օրերին, միջոցառումների կազմակերպման ընթացքում եւ այլն, Ադրբեջանը միշտ օգտագործում է այդ գործոնները եւ հետաձգում է պլանավորված հերթական այցելությունները։ Կարմիր խաչի ներկայացուցիչները մուտք գործում են, որոշակի առումով դիտարկում են պայմանները, սակայն արձանագրված խնդիրները հրապարակայնացման ենթակա չեն եւ դրանց հատվածական տեղեկատվությունն է, որ կարող է հասանելի լինել ընտանիքի անդամներին։ Արձանագրված խնդիրները կոնֆիդենցիալ հիմունքներով հաղորդակցվում են Ադրբեջանի իշխանություններին այն ակնկալիքով, որ այդ խնդիրները լուծում կստանան։ Այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան, հանրային դաշտում նաև տենց մի փոքր սկանդալային քննարկումներ նաև եղել, հաշվի առնելով, որ իրավապաշտպաններից մեկը խոսել էր այն մասին, որ Բաքվում պահվող հայերի պայմանները բարելավել են։ Այստեղ մենք կարող ենք խիստ պայմանական բարելավումների մասին խոսել, որը սանիտարահիգիենիկ պայմաններին է վերաբերում, ինչ առնչվում է ֆիզիկական հոգեբանական վիճակին, բռնությանը կամ հայերի արժանապատվությունը վիրավորող ստորացնող գործելակերպին, ապա այս մասով նշեմ, որ մենք որևէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին առանձին զարգացումների ֆոնին կարող ենք անգամ տեսնել այդ դրսևորումների խստացում։ Եվ մեր արձանագրումը այն է, որ հայերը եղել են, մնում են եւ շարունակում են պահվել այնպիսի պայմաններում, որոնք անմարդկային են եւ ենթարկվում են այնպիսի վերաբերմունքի եւ ճնշումների, որոնք այո որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ եւ պատճառված ցավի բնույթը գնահատելով։ Կարմիր խաչը դասական առումով չի համարվում խոշտանգումների կանխարգելման մարմին եւ այս վերապահումը մենք միշտ պետք է անենք նաեւ մեր գործընկերների հետ փոխհարաբերություններում։ Խոշտանգումների կանխարգելման թույլատրելի մեխանիզմներ են դիտարկվում, օրինակ նաև փաստաբանները, անկախ բժիշկները, եւ այս մասով էլ է հետաքրքիր, որ որևէ անկախ փաստաբան երբևէ հնարավորություն չի ունեցել տեսակցելու որևէ հայի բացառապես տեսակցելու հնարավորությունից օգտվել են ադրբեջանցի փաստաբանները։ Միայն Ադրբեջանում լիցենզավորված եւ ադրբեջանական իշխանություններից կախվածության հարաբերությունների մեջ գտնվող փաստաբաններն են, որ ներկայացնում են մեր հայերի շահերը ներպետական գործընթացներում եւ նրանք էլ տեսակցելու իրավունք ունեն, ինչ վերաբերում է միջազգային փաստաբաններին կամ Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբաններին, որոնք եւս ներկայացական ֆունկցիա են իրականացնում միջազգային դատարաններում, ապա նրանց մուտքը մերժվել է
Մենք մի քանի փորձարկում ենք իրականացրել, օրինակ անձամբ մենք ենք դիմել ներկայացնելով մեր լիազորությունները եւ դրանց ճանաչումը Եվրոպական դատարանի կողմից, խնդրել ենք հնարավորություն տալ տեսակցել մեր վստահորդներին, հասկանալի է, որ այդ հնարավորությունը չի ապահովել, նման փորձարկումներ կատարել ենք օտարերկրյա փաստաբանների ներգրավմամբ, մտածելով, որ միգուցե ազգության փոփոխությունը կարող է հանգեցնել իրավունքի ապահովման, օրինակ ֆրանսիացի փաստաբան ենք ներգրավել, ունենք ներգրաված անգլիացի փաստաբաններ, ամերիկյան եւ հետաքրքրական է, որ կա միասնական պետական քաղաքականություն արգելափակելու օտարերկրյա փաստաբանների մուտքը եւ տեսակցությունները հայ պատաններին, ինչը կրկին հարց է առաջացնում, ինչու։ Եթե քրեական ներպետական գործերով կցված փաստաբանները հնարավորություն ունեն քրեական գործերը քննարկելու հայ պատանների հետ, ինչու այդ հնարավորությունից նույն իրավական հիմքով չեն կարող օգտվել օտարերկրյա փաստաբանները, այստեղ իմ գնահատման պատճառային է, որ դրանք խոշտանգումներ բացահայտող այցելություններ կլինեն, այստեղ կգեներացվեն նոր ապացույցներ եւ սա որևէ կերպ չի բխում Ադրբեջանի շահերից։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ մեր հայ պատանները զրկված են եղել հյուպատոսական ծառայություններ ստանալու իրավունքից, ինչպես գիտեք, օտարերկրյա քաղաքացիները օժտված են որոշակի հնարավորություններից եւ նրանց անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է ոչ թե իրենց քաղաքացիության երկրում, այլ որևէ այլ երրորդ պետության կողմից, այստեղ այս փաստերը պետք է տեղեկացվեն այն պետությանը, ում քաղաքացիները ձերբակալվել են, կալանավորվել են կամ այլ կերպ գտնվում են անազատության մեջ եւ ծանուցման պահից անձը հյուպատոսական ծառայություններ ստանալու իրավունք ունի։ Սա ապահովում է պետության դիվանագիտական ներկայացությունը եւ հյուպատոսական սեկցիայի աշխատակիցները այցելում են, այցելության նպատակը այո պայմանները ստուգելն է, խոշտանգումները բացառելն է եւ այլ բնույթի աջակցություն ցուցաբերելն է, որը միտված կլինի իրավունքների պաշտպանությանը կամ առողջական խնդիրների լուծմանը, հաղթահարմանը եւ այլն։ Հյուպատոսական ծառայությունները չեն տրամադրվել հայ պատանդներին, բայց մենք սա նաև մարդու իրավունք է, բայց չեն կարող այս մարդու իրավունքի խախտում վկայակոչել այն պարզ պատճառով, որ իրացումը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գտնի մեխանիզմ եւ Ադրբեջանի իշխանությունները խախտեն այս երաշխիքը, մենք այստեղ ունենանք նաև արդար դատաքննության իրավունքի մեկ այլ խախտում, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ըստ էության զրկել է Հայաստանի Հանրապետությանը իրականացնել այս հյուպատոսական այցելությունները, բայց կարծում եմ մենք միակ երկիրը չենք, որը կարող է հայտնվել նման իրավիճակում, միջազգային պրակտիկայում կան արդեն իսկ արձանագրված դեպքեր, երբ այս իրավունքը պատվիրակվում է տվյալ երկրում հավատարմագրված մեկ այլ հյուպատոսական ծառայությանը եւ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության հնարավորություն ունի այս իրավունքը պատվիրակել Բաքվում օրինական գործունեություն իրականացնող հյուպատոսական ծառայություններին, սրանք կարելի է հասնել դիվանագիտական քայլերի միջոցով Մինչև վերջերս այս թեմայով լայն քննարկումներ չեն եղել, իհարկե կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը տեղյակ է այս հնարավորությունների մասին, խնդիրը նոր արդիականություն ձեռք բերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության փակման քննարկումների ֆոնին Այս առնչությամբ մի խումբ հասարակական կազմակերպություններ պաշտոնապես դիմել են արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Շվեյցարիայի իշխանություններին պատվիրակեն հյուպատոսական իրավունքը եւ միաժամանակ նմանաբնույթ խնդրանք է ուղղվել
Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի վերջինները ստանձնեն չեզոք երկրի դերը եւ ապահովեն այդ այցելությունները։ Մենք ունենք պաշտոնական պատասխան այն մասին, որ Շվեյցարիայի կառավարությունը պատրաստական է եւ պետության կողմից խնդրանք պահանջ ներկայացնելու պարագայում պատրաստ են քննարկել իրենց ներգրավվածությամբ այդ իրավունքի ապահովումը։ Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, նրանք մեզ հավաստիացրել են, որ այդ հարցը քննարկումների փուլում է, սակայն խորհրդապահական բնույթը հաշվի առնելով այդ մանրամասներ չեն կարող հայտնել։ Այս առումով պետք է սպասենք եւ տեսնենք, թե վերջնական որոշումը երբ է հասունանում եւ ինչպես է հասունանում։ Մյուս կարևոր մեխանիզմը, որը տեսականորեն գոյություն ունի եւ շատ պիտանի կարող է լինել հայ պատանդների պայմանները գնահատելու, նրանց իրավունքների խախտումները արձանագրելու մասով, դա ՀՀԿ հովանու ներքո գործող մոսկովյան մեխանիզմն է։ Մոսկովյան մեխանիզմը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների խախտումների իրավիճակի առնչությամբ կազմակերպել կարճաժամկետ փաստահավաք առաքելություն եւ ՀՀԿ շրջանակներում ստեղծվում է էքսպերտային խումբ, որոնք կոչվում են նաեւ զեկուցողներ եւ այս մեխանիզմը գործարկելու քաղաքական որոշման պարագայում տեղի է ունենում փաստահավաք այցելություն այն երկիր, որտեղ պետք է գնահատվի իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները։ Հավաքագրվում են տվյալներ, արձանագրվում են խախտումներ եւ ներկայացվում է զեկույց եւ այս զեկույցը ենթակա է քննարկման հենց ՀՀԿ համատեքստում շրջանակներում։ Իհարկե այստեղ եւս մենք բախվում ենք դիվանագիտական աշխատանքի հարցի, որտեղ այդ նույն մոսկովյան մեխանիզմը պետք է գործարկվի որոշման կայացման արդյունքում, որպես կանոն այստեղ պահանջվում է 10 ձայն, այսինքն 10 երկրներ պետք է աջակցեն նախաձեռնությունը, առանձին դեպքերում 6, այսինքն 6-ից 10 ձայնի կարիք գոյություն ունի եւ այդ աջակցության պարագայում ներդրվում է մեխանիզմը եւ սա կարող է շատ պիտանի լինել, որ օրինակ դիտարկվեին հայ պատանների պայմանները, դատավարությունները եւ համապարփակ զեկույց ներկայացվեր ՀՀԿ-ին, նաեւ տվյալները հրապարակային հասանելի կլինեն։ Ներկայումս կա նախաձեռնություն, որի նպատակը հենց ՀՀԿ մոսկովյան մեխանիզմի գործարկումն է, կարծում եմ պետք է ամեն կերպ աջակցել, որ այս մեխանիզմը գործարկվի։ Իհարկե մյուս հարցադրումներ կարող է առաջ գալ, որքանով է քաղաքականապես կոռեկտ ՀՀԿ շրջանակներում մոնիտորինգային կամ փաստահավաք մեխանիզմի ներդրումը եւ այդ կառույցի ինտենսիվ ներգրավվածություն այն պայմաններում, երբ քննարկման առարկա է դառնում նաեւ ՀՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը հենց Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, սրանք կարծում եմ այո քաղաքական իշխաններ ունեցող հարցադրումներ են եւ ընդհանուր գործընթացի վրա կարող են ազդեցություն թողնել։ Գերիների այս պատանների ազատ արձակման հարցը նախ եւ առաջ այո ենթադրում է անմիջական դիվանագիտական քաղաքական աշխատանք եւ աշխատանքի ուղղությունը այն պետք է լինի, որ միջազգային կոնվենցիաներով նախատեսված է հակամարտության ակտիվ ավարտից հետո հայրենադարձում, որը նաև պատերազմական չկատարելը պատերազմական հանցագործություն է, ուստի Ադրբեջանը գտնվում է իրավական պարտավորության ներքո առանց որևէ նախապայմանի ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը։ Եվ դրա չկատարումը պետք է հանգեցներ Հայաստանի իշխանությունների կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններին, ինչը այն նախապայմանն է, որը պատժամիջոցների կամ այլ մեխանիզմների գործադրման հիմք կծառայեր։
Մենք նման մոտեցում կրկին չենք տեսնում, ընդունվում է լրելային նաև այն աշխատելավոճը, որ գերիների խնդիրը ինքնուրույնաբար լուծելու չէ Հայաստանի ներգրավվածությամբ, դա ամբողջովին թողնված է Ադրբեջանի հայեցողությանը եւ երբ քաղաքական սուր հարցադրումները լուծում ստանան, ապա որպես հետևանք մարդասիրական մոտեցում կլինի եւ ազատ կարձակվեն նաեւ այդտեղ պահվող հայկականները։